Ինչպես կարդալ ցանկացած մարդու, ինչպես բաց գիրք, ընդամենը 3 ոսկե կանոն։ Պատկերացրեք մի լեզու, որով բոլորս խոսում ենք, բայց տարօրինակ է, մեզանից շատ քչերն են այն հասկանում։ Այն մեզ դպրոցում չեն սովորեցնում, բայց մենք օգտագործում ենք այն ամեն օր, ամեն վայրկյան, ամեն շարժումով, ամեն հայացքով։ Դե ինչ, այսօր եկեք սկսենք բացահայտել այս թաքնված լեզվի, այսինքն մարմնի լեզվի գաղտնիքները։ Դե պատկերացրեք այն աշխարհը, որտեղ ամեն մի շարժում մի ամբողջ պատմություն է։ Դա հեքիաթ չէ, դա մեր իրականությունն է։ Այստեղ, հենց հիմա, մենք, դուք ու ես, անընդհատ ազդանշաններ ենք ուղարկում ու ստանում, մի լեզվով, որի մասին անկեղծացած շատերս գլխի էլ չենք ընկնում։ Իսկ ամենահեպակրկիրը գիտեք որն է։ Շատ հաճախ այն, ինչ մարդն ասում է բառերով, լրիվ հակասում է նրան, ինչի մասին կարելի է ասել գոռում է նրա մարմինը։ Դե լսեք, թե ինչ էր ասում Շերլոք Հոլմսը դեռևս 1892-ին։ Տեսնում եք, 1 դարից ավել է անցել, բայց Հոլմսն արդեն հասկանում էր դիտողականության աղաղակող ուժը, որ ամենաաննշան թվացող մանրուքներն են բացահայտում ամենախորը գաղտնիքները։ Բայց եկեք ինքներս մեզ հարց տանք, որքան հաճախ ենք մենք իսկապես ուշադիր լինում ու դիտում, թե ինչ է կատարվում մեր աչքի առաջ։ Հիմա պատրաստվեք մի թվի, որը կարող է ձեզ ուղղակի ապշեցնել։ 65%-ից ավելի։ Ըստ հետազոտողների, մեր ամբողջ հաղորդակցության ահա այսքան մասը բառերի հետ կապ չունի, դա ոչ խոսքային է։ Մի վայրկյան մտածեք դրա մասին։ Դա նշանակում է, որ մեր խոսակցությունների մեծ մասի ընթացքում մենք ուղղակի բաց ենք թողնում ասվածի կեսից ավելին։ Ինչու՞, որովհետև կառչել ենք միայն բառերից։ Ուրեմն հենց սա է ամբողջ խնդիրը։ Մենք տեսնում ենք, բայց չենք դիտում։ Այս ամբողջ ոչ խոսքային աշխարհը մեր շուրջն է, բայց մենք կարծես կույր լինենք այդ բոլոր ազդանշանների հանդեպ։ Եթե կասկածում եք, լավ, մի շատ հետաքրքիր գիտափորձ կա, որը սա փայլուն կերպով ցույց է տալիս։ Պատկերացրեք իրավիճակը։ Դուք զբոսաշրջային գործակալությունում եք, խոսում եք աշխատակցի հետ։ Հանկարծ նա կռնում է սեղանի տակ, իբր թե մի բան վերցնելու, ու նրա փոխարեն վեր է կենում լրիվ ուրիշ մարդ։ Այո, լրիվ ուրիշ մեկը։ Ու գիտեք որն է ամենազարմանալին։ Գիտափորձը ցույց տվեց, որ այցելուների գրեթե կեսը նույնիսկ չի էլ նկատում, որ իրենց զրուցակիցը փոխվել է։ Ահա թե իրականում որքան քիչ ենք մենք նայում ու տեսնում։ Դե ինչ, խնդիրը կարծես թե պարզ է, չէ՞։ Մենք հիմնականում կույր ենք հաղորդակցության ամենակարևոր մասի հանդեպ։ Բայց լավ նորությունն այն է, որ կա լուծում։ Գոյություն ունի մի բանալի, որով կարելի է բացել այս թաքնված աշխարհի դուռը։ Այդ բանալին, այդ ուղեցույցը տասնամյակներ շարունակ եղել եւ մնում է Ալան եւ Բարբարա Փիզերի «Մարմնի նոր լեզու» գիրքը։ Սա ուղղակի գիրք չէ, սա աշխարհի ամենահեղինակավոր ձեռնարկ է, որը ըստ էության սովորեցնում է մի պարզ բան՝ կարդալ մարդկանց մտքերը նրանց ժեստերով։ Սա է ճանապարհը դեպի մարդկային հարաբերությունների ավելի խորը ըմբռնություն։ Ու որպեսի հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, սա 1978 թվականի բեսթսելերի թարմացված, ընդլայնված տարբերակ է։ Վաճառվել է ավելի քան 20 միլիոն օրինակ, թարգմանվել է 48 լեզվով։ Եվ ամենակարևորը, այն հիմնված է ոչ թե ենթադրությունների, այլ ավելի քան 30 տարվա գիտական հետազոտությունների, էվոլյուցիոն կենսաբանությունից մինչև հոգեբանություն։ Այս թվերը իրենց մասին են խոսում, եւ գրքի հիմնական խոստումը շատ պարզ է՝ հնարավորություն տալ կարդալու ցանկացած մարդու, այնպես ինչպես կկարդայիր մի բաց գիրք։ Այն ըստ էության ձեր ձեռք է տալիս մի բառարան, ուրիշների չասված խոսքերը, նրանց իրական մտքերն ու զգացունքները հասկանալու։ Դե լավ, տեսությունից անցնենք պրակտիկային։ Որպեսզի այս լեզուն ճիշտ կարդանք ու սխալների մեջ չընկնենք, կա 3 շատ կարևոր, կարելի է ասել ոսկե կանոն։ Ահա այդ 3 ոսկե կանոնները։ Առաջինը՝ կարդացեք ժեստեր խմբով։ Երկրորդը՝ փնտրեք համապատասխանություն։ Եվ երրորդը՝ միշտ հաշվի առեք համատեքստը։ Հիմա եկեք առաջին կանոնին անդրադառնանք։ Ամենամեծ սխալը, որ մարդիկ անում են, մեկ առանձին ժեստ վերցնելն ու այն մեկնաբանելն է։ Դա ուղղակի չի կարելի։ Դա նույնն է, թե մի նախադասությունից մեկ բառ կարդաս ու փորձես ասելիքը գուշակես։ Անհնար է։ Իմաստը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ դու նայում ես ժեստերի ամբողջ խմբին։ Հիմա անցնենք երկրորդ կանոնին՝ համապատասխանությանը։
Պատկերացրեք, ինչ որ մեկն ասում է. «Ես լիովին համաձայն եմ քեզ հետ», բայց միևնույն ժամանակ ժերքերը ամուր խաչել է կրծքին, կծակն էլ իջեցրել դեպի։ Դուք ումին կհավատաք, նրա բառերին, թե նրա մարմնին։ Պատասխանը միանշանակ է։ Եթե բառերն ու մարմինը իրար հակասում են, ճշմարտությունը գրեթե միշտ մարմնի լեզվի մեջ է։ Ահա մի շատ հայտնի իրական կյանքից օրինակ։ Ուղղակի ուշադիր նայեք այս լուսանկարին։ Ինչ են հուշում այս ժեստերը։ Արդյոք մարմինը կարող է պատմել մի բան, որը բառերը փորձում են թաքցնել։ Հենց սա է համապատասխանության սկզբունքը գործի մեջ։ Եվ վերջապես երրորդ ու թերևս ամենակարևոր կանոնը՝ համատեքստը։ Նայեք այս մարդուն, ժերքերը խաչած են։ Արդյոք նա պաշտպանվում է։ Ոչ, նա ուղղակի մրսում է, որովհետև կանգնած է կանգառում, ձմռան ցուրտ օրի։ Տեսնում եք, նույն ժեստը, բայց բոլորովին այլ իրավիճակում, օրինակ գործնական հանդիպման ժամանակ, կարող էր նշանակել պաշտպանողական դիրքովք կամ անհամաձայնություն։ Համատեքստը ամեն ինչ է։ Լավ, այս 3 կանոններին տիրապետելը, հասկացեք, սա վերջը չէ, սա միայն սկիզբն է, սա առաջին քայլն է դեպի մի լրիվ նոր աշխարհի ըմբռնություն։ Եվ այս գիտելիքը կարող է իրոք բառի բուն իմաստով փոխել ձեր կյանքը։ Եվ ինչու է սա այդքան կարևոր։ Որովհետև երբ դու սկսում ես ավելի լավ հասկանալ մարդկանց, դա քեզ առավելություն է տալիս կյանքի բոլոր, բացարձակապես բոլոր ոլորտներում։ Կարիերայում, անձնական հարաբերություններում դուք կսկսեք ավելի արդյունավետ բանակցել, ավելի ամուր կապեր ստեղծել եւ ամենակարևորը, ավելի վստահ զգալ ցանկացած իրավիճակում։ Եվ այսպես, հարցը շատ պարզ է։ Պատրաստ եք տիրապետել այս թաքնված լեզվին։ Պատրաստ եք տեսնել այն, ինչը մինչ այս բաց էիք թողնում։ Հասկացեք, այն ամենը, ինչի մասին այսօր խոսեցինք, ընդամենը ներածությունն էր, միայն դռան բացվածքը դեպի այս աներևակայելի հետաքրքիր աշխարհ։ Մեր առաջիկա կարճ վերլուծություններում մենք վերցնելու ենք գրքի կոնկրետ ժեստերը մեկ առ մեկ ու մանրամասն կքննարկենք դրանք, այնպես որ սա միայն սկիզբն է։ Միացեք մեզ այս ճանապարհորդությանը։